Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են։ Մաշկաբանները, հատկապես պիգմենտային գոյացություններ ունեցողներին, խորհուրդ են տալիս հրաժարվել շոկոլադագույն մաշկ ունենալու հաճույքից։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից պիգմենտները կարող են վերափոխվել չարորակ ուռուցքների։ Սա հատկապես վերաբերում է 50-ից ավելի պիգմենտային գոյացություն ունեցողներին։ Մաշկային հիվանդություն ձեռք բերելու վտանգը միայն ծովափին հանգստացողներին չէ, որ սպառնում է։ Հիմնականում լինում են բաց տարածություններում աշխատողների մոտ, ձկնորսների մոտ, լինում են նավաստիների մոտ, որոնք անընդհատ գտնվում են արևային ճառագայթների ազդեցության տակ, իրանց մոտ այդ պիգմենտային գոյացությունները մոտ մինչև 35% հավանականությամբ կարող են վերափոխվել չարորակ ուռուցքների։ Արևահարվելու հետևանքով մաշկը կորցնում է խոնավությունն ու դիմադրողականությունը։ Մաշկաբանները խորհուրդ են տալիս արևից պաշտպանող միջոցներ օգտագործել, իսկ եթե բանը հասել է այրվածքներին, մասնագետը հորդորում է չդիմել ժողովրդական միջոցների, ասենք այրվածքին գարեջուր ու մածուն քսելուն։ Մաշկը եթե ստացել է արևայրուք կամ այրվածք, ինքը արդեն չորացել է, ինքը կորցրել է հեղուկ։ Մածունը քսելով մենք ավելի ենք չորացնում։ Արհեստական ճանապարհով թուխ մաշկ ունենալ ցանկացողներն էլ պետք է բժշկի հետ խորհրդակցելուց հետո միայն հաճախեն սոլյարի սրահներ, բայց սոլյարին էլ անվտանգ չէ։ Միջազգային հետազոտությունները վկայում են, որ մինչև 30 տարեկան է սոլյարի ընդունողների մոտ մաշկի քաղցկեղ ունենալու հավանականությունը 75% է կազմում։ Լուիզա Սուքիասյան, ժամը լրատվական։